Պարոն Գալստյան, նկատելի է Ռուսաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում վերջին շրջանում, մենք գործնախարարներ այստեղ եւ տարբեր հայտարարություններ են նաեւ հնչում, մասնավորապես Մարիա Զախարովան խոսում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին մարդասիրական օգնություն հատկացնելու մասին, ինչով է պայմանավորված այս ակտիվությունը։ Եթե անկեղծ լինենք, ռուսական ազդեցությունը այս տարածաշրջանից չի էլ հեռացել, մեր պորտկումներով, մեր ելևեժներով փորձում են նկատելի դարձնել իրենց ներկայությունը այս տարածաշրջանում։ Հիշենք, որ Մարիա Զախարովայի հայտարարությանը նախորդել էր Լավրովի այցը, Լավրովի ինքնավստահ այցը, որը խոսում էր այն մասին, որ Ռուսաստանը դեռ Հայաստանը դիտարկում է բացարձակ իր վերահսկման տիրույթում գտնվող պետություն եւ Մարիա Զախարովայի հայտարարությունները նաեւ միտված են 26 թվականի ընտրություններում ռուսական ազդեցության մեծացմամբ, ռուսական ուժերի իշխանության գալու հավանական աջակցությամբ եւ Արցախայցյանը հիմնականում իրենց կողմը գրավելու, սիրաշահելու քաղաքականությամբ։ Ես կարծում եմ, որ այդ քաղաքականությունը խոր հետքեր, խոր արմատներ ունենալ չի կարող, որովհետև Արցախայցյան զգալի մասը բավականին սթափ գիտակցում է եւ հասկանում է, որտեղից է սկսվել եւ ուր է տանում ռուսական այն քաղաքական նպատակները, որը գոնե վերջին շրջանում ականատես եղանք մենք 20 թվականի պատերազմի պարտադրված պարտության եւ 23 թվականի Արցախը վերջնականապես հայաթափելու գործընթացները, որում իրենց ուրույն եւ գլխավոր դերակատարում ունեն ռուսները իրենց քաղաքականությամբ։ Իդեպ կարծում եք կա այդ հասկացվածությունը, դուք եւս Արցախից եք եկել, որովհետեւ տարիներ շարունակ ես ինքս երբ Արցախում օրինակ Ստեփանակերտում հարցումներ էի անում, մի մասը նշում էր, որ նույնիսկ Ռուսաստանին միավորվելու ցանկություն ունեն, ռուսական անձնագրերի մասին էր հաճախ խոսվում։ Կարծում եք հասկացել են այս Ռուսաստանի գինը Ես ասեմ, ինչ է ռուսական քաղաքականությունը, Արցախի հայությունը իմ պատկերացմամբ ամենահավատարիմներ, ամենանվիրյալներ Ռուսաստանին եւ ռուսական քաղաքականությունը կարելի ասել, եւ ես հիշում եմ, երբ 20 թվականի Չարաբաստիկ պարտությունից հետո 44 օրից հետո երբ նոյեմբերի 9-ի պայմանագրով ռուսական զորքերը մտան Արցախ, Արցախահայերի զգալի մասը, չգիտես ինչու ոգևորություն էր ապրում, հույս ունենալով, որ վերջնական կարծես թե հաղթանակը, վերջնական զինադադարի հարցեր լուծվել եւ նույնիսկ շատերը խոսում էին Ռուսաստանի հետ միանալու, Ռուսաստանի մաս դառնալու մասին, նույնիսկ այդ հնչում էր իշխանության բերանից, բարձրաստիճան իշխանավորների բերանից, որը ցույց տվեց իր հակառակ պատկերը։ Ես կարծում եմ, որ այսօր այո, Արցախահայերը, նույնիսկ այն մարդիկ, որոնք այդ շրջանում հավատում էին եւ հավատավոր էին ռուսական ազդեցության ուժերին, այսօր ճիշտ հակառակ էֆեկտն է ունենում եւ ցանկացած սթափ մտածող արցախցի հասկանում է, որ Արցախի հարցի լուծումը, Արցախի հետ վերադարձի խնդիրների առաջ քաշումը բացարձակապես կապ չունի Ռուսաստանի հետ, որովհետեւ Ռուսաստանն անմիջական մասնակցություն է ունեցել Արցախի հայաթափման գործընթացում։ Միայն այն, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը չեղարկելու նոյեմբերի 9-ի պայմանագրի իրենց պարտականությունները չկատարելը միայն այդքանով բավարար է։ Էլ չենք խոսում 20 թվականի պատերազմական գործողությունների ժամանակ նրանց հասցրած վնասներին եւ հարվածներին մեր կողմին եւ ընդհակառակը օժանդակությանն ու օգնության ադրբեջանական կողմին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսում է Սյունիքի շուրջ լարվածության պահպանման մասին, իր դիտարկումներն է նշում այդ հարցի շուրջ եւ անմիջապես հաջորդ օրը Խոզնավարի ուղղությամբ կրակոցներ են լինում Ադրբեջանի կողմից։ Կապ տեսնում եք այստեղ։ Ռուսաստանի հայտարարությունները ուղիղ համեմատական են Ադրբեջանի գործողություններին կամ հակառակ։ Այո, այդ լարվածությունները հիմնականում հրահրողները Ռուսաստանն են, այս տարածաշրջանը միշտ լարված վիճակում պահելու խաղաղության պայմանագրի ստորագրումը չեղարկելու կամ հետաձգելու գործընթացներին, որը կարծես թե դեռ ստացվում է։ Չնայած Ռուսաստանն այդքանով հանդերձ հասկանում է, որ Ադրբեջանի հետ նման քաղաքականությունը, նման հարաբերությունների քաղաքականությունը երկար կյանք ունենալ չի կարող։ Ադրբեջանը փորձելու է հնարավորինս Ռուսաստանի օժանդակությամբ եւ միջնորդությամբ փոկել ավելին, սակայն կարծում եմ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նրա նկատումները այնքան էլ իրատեսական չեն եւ միջազգային հանրությունը, այդ թվում եւ արևմտյան մեր գործընկերները այս հարցում բավականին հստակ դիրքորոշում ունեն եւ չեմ կարծում ռուսական այսօրվա վիճակում գտնվող Ռուսաստանի ազդեցությունը կարող է
վերջնական արդյունքի բերել ի նպաստ ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների կամ նպատակների։ Այս օրերին նաև խոսվում է արցախցիների կողմից նախագահ ընտրելու մասին, ազգային ժողովի նախագահ ընտրեցին, Շահրամանյանի մասով դեռ հստակություն չկա։ Օրերս Ալեն Սիմոնյանը նշում էր, որ սա հայելային ազդեցություն է ունենում, որ երբ օրինակ արցախահայերն այստեղ նախագահ են ընտրում, Ալիևը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին եւ մի շարք այլ սպառնալից հայտարարություններ հնչեցնում։ Դուք ինչ եք կարծում, սա հասկանալով են անում, թե Սա եւս իմ կարծիքով ռուսական ցուցումներով, ռուսական կողմի ցուցումներով իրականացվող գործընթացներ են, ինչպիսին էր նաեւ 23 թվականի նախագահի հրաժարականը Արցախում լեգիտիմ ընտրված նախագահի հրաժարականը, դրա տրամաբանական շարունակությունն է նաեւ այստեղ Հայաստանում Արցախի իշխանություն պահելը, խորհրդարան ունենալը, չգիտես ում եւ ինչ պայմաններով նոր նախագահ ընտրելու մեխանիզմը, որը իմ կարծիքով բացարձակ ոչ լեգիտիմ է եւ կարծում եմ դրա մեղքի զգալի բաժինն ունի նաեւ Հայաստանի իշխանությունները, որոնք չեն զբաղվում մեր ազգային անվտանգությունները իսկապես չեն զբաղվում այդ հարցով, որովհետև դա նաև ոչ միայն իշխանությունների, ոչ թե իշխանությունների, այլ հենց առաջինը մեր պետության եւ պետականության հիմքերի սասանման եւ անվտանգության խնդիր է, հետեւաբար սա լուրջ քայլ է եւ կարծում եմ սա պետք է ունենա իրավական լուրջ գնահատական։ Օրինակ Հայաստանի իշխանություններն էլ երբ փորձ անեն, գիտեք ինչ կբարձրանա, ինչ աղմուկ կբարձրանա, որ ճնշում են արցախահայերին, որ իրենք տեղից տուժած են, եկել են այստեղ, հիմել Թուրքի մոտ ձեռքը ճնշված էին, հիմել Հայաստանի ձեռքն են ճնշում։ Ես դրա համար իշխանություններին առաջարկել եմ եւ առաջարկում եմ մեկ այլ մեխանիզմ ստեղծել արցախահայերից եւ Հայաստանի իշխանությունից ձևավորված մի մարմին, Արցախ կոմիտեի նման մի մարմին, որը կզբաղվի արցախահայերի խնդիրների, արցախահայերի սոցիալական հարցերի, բնակարանային ծրագրերի, հետո նաև արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցերով, այսինքն մի մարմին, որը լեգիտիմ կլինի եւ կզբաղվի իսկապես արցախցիների հոգսով ու խնդիրներով, այլ ոչ թե արհեստական մի կառույցներ, որոնք խանգարելու են, խոչընդոտելու են եւ վնասելու են մեր պետությանն ու պետականությանը։ Սա իշխանության հետ որևէ կապ չունի։ Այս իշխանությունը թե վաղ ուրիշ իշխանություն կլինի, ես կարծում եմ, որ այդ կույրաղիք է, այսպես ասած, Արցախի իշխանությունները, Արցախի նախագահի ինստիտուտ, Արցախի խորհրդարան, դրանք մեծամասամբ վնասող երևույթներ են, քան որևէ հարցի նպատակային լուծում տալու գործընթացներ։ Իսկ ինչն է մոտիվացիան իրանց ձեր կարծիքով, օրինակ Շահրամանյանի նմանատիպ ուժերի, ովքեր այդ հավաքներն են անցկացնում։ Իրենց տերերը Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող եւ սպասարկվող եւ կարգադրություն ստացող տերերը փորձում են արցախայցյան այն զանգվածին, որը դեռ հավատում է Արցախի վերադարձին, Արցախի վերադարձը ռուսական կողմի ազդեցությամբ իրականացնելուն, փորձել տակ պահել 26 թվականի ընտրություններում քվեներ շահելու, ջուր պղտորելու, այսպես ասած, քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու քաղաքականությունը ոչ ավելին, որովհետև ես վստահ կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները իդեմս խորհրդարանական ընդդիմության բացարձակապես կապ չունի ոչ Արցախի հետ, ոչ արցախայության հետ, ոչ արցախայության հետ վերադարձի հետ, եւ նրանց խնդիրը մեկն է՝ Արցախը շահարկելով փորձել Հայաստանում իշխանափոխություն, փորձել Հայաստանը տանել ռուսական գուբերնիա դարձնելու, ռուսական ծայրագավառ դարձնելու քաղաքականություն։ Օրինակ նախկին նախագահները իրենց վերջին ասուլիսներում անդադ շեշտը դնում են նրա վրա, որ եթե իրենք լինեին իշխանության, պատերազմ չէր լինի, Արցախը հայկական կմնար, դուք օրինակ ինչ եք կարծում, իրենցից էր կախված այդ պատերազմը։ Իրենք ամեն ինչ արել են, երկիրը թուլացնելու, բանակը չզինելու, երկրի տնտեսությունը գրեթե ոչնչացնելու, ստրատեգիական նշանակություն ունեցող հիմնական օբյեկտները կոպեկների դիմաց Ռուսաստանին նվիրաբերելու, Հայ-Պարսկաստանից եկող գազամուղը եւս վերջում նվեր տալու Ռուսաստանին եւ այդ քաղաքականության արդյունքը բերելի այս վիճակին։ Այնպես որ եթե մենք լինեինք այդ լոզունգը մեղմ ասած ծիծաղելի է, որովհետև եթե այդ ժամանակ Ադրբեջանը չի հարձակվել, դա չի նշանակում, որ իրեն ժամանակ ամեն ինչ նորմալ է եղել։ Եվ սրա տրամաբանական հիմքերը, պատճառը եւ պատճառահետևանքային կապերը պետք է փնտրել 94 թվականից վարվող քաղաքականության մեջ, որը բերեց այս վիճակին։ Ես կարծում եմ, որ այո, օրվա իշխանությունները եւս ունեն իրենց մեղքի մեծ բաժինը, գրեթե համահավասար կիսում են Արցախի կորստի մեղքը, սակայն այն, որ նախկին իշխանություններն ու նախկին նախագահները փորձում են այդ ներկայացնել որպես իրենց ձեռքբերում եւ իրենց հաղթանակ եւ իրեն ժամանակ նման բան տեղի չունեցի, ես լուրջ չեմ վերաբերվում եւ կարծում եմ, որ նրանց քաղաքականության արդյունքում է նաեւ այսօրվա մեր վիճակը։
Իսկ այդ հարցը շահարկելով ինչ որ հաջողություն կունենան ձեր դիտարկմամբ 2026-ին։ Իհարկե, փորձելու են այն մասը, որը խիստ հիասթափված է գործող իշխանություններից, այն զանգվածը, այն ընտրազանգվածը, որը մեծ ցավ է ապրել Արցախի կորստով, կարող է եւ որոշ մասով փորձել աջակցել իրեն, սակայն կարծում եմ դա մեծ թիվ չի կազմելու, բայց նրանց հիմնական մեխը, քաղաքական մեխը Արցախը շահարկելով իշխանափոխության գլու գործընթացն է։ Պարոն Կարասյան, ձեր դիտարկմամբ Ռուսաստանը ինչքան sense մեծ է Ռուսաստանի ցանկությունը Հայաստանում իշխանություն փոխելու, դուք նշեցիք նաեւ Զախարովայի հայտարարությունները, Լավրովի այցը, այստեղ հնչեցրած հայտարարությունները, ուզում հասկանալ այլ երկրների նաեւ օրինակով ինչքան խորը կգնա իր նկարտումներում Մոսկվան։ Անկեղծ ասած, Ռուսաստանը գործող իշխանությունների նկատմամբ էլ խիստ հակակրանք չունի, չնայած բացարձակ վերահսկելի չեն ինչպես նախորդ իշխանությունները, սակայն շատ ավելի ցանկալի կներ, երբ իշխանության գային այնպիսի քաղաքական ուժեր, որոնց հետ իրենք աշխատել էին, որոնց համար իրենց խոսքը, որոնց համար ազդեցիկ էր եղել եւ անբեկանելի, հետեւաբար իրենց պատկերացմամբ Հայաստանում պետք է լինի իշխանություն, որը կտանի Հայաստան-Բելարուս միավորման, ձևաչափի հաստատմանը, կտանի միութենական պետության այդ կեղծ գաղափարի ստեղծմանը, որը լինելու է Հայաստանի ինքնիշխանության եւ պետականության վերջը իմ կարծիքով։ Իսկ այդպիսի մեկ տեխնացու թե շատ են ձեր կարծիքով։ Տեխնացուները այս պահին շարքում է բնականաբար նախկին նախագահներից երկրորդ նախագահի անունը, նրա որդու անունը, կան նաեւ արբանյակ կուսակցություններ, որոնք այսպես ասած ձեռքերը ծալած նստած չեն եւ մի քանի ամիս հետո ավելի պարզ կլինի, թե ում վրա Ռուսաստանը կփորձի այսպես ասած ոչ հայերեն բառով ասեմ ստավ կանել։ Իսկ մեկը կլինի, թե ձեր կարծիքով մի քանի ուժեր ոնց է աշխատում Մոսկվան։ Տեղական ինքնակառավարման ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունների դերի եւ հեղինակության նվազման արդյունքում կարողանում են հակառակ կողմից բավականին մեծ թվով քվեներ փախցնել, որի վառ օրինակ էր Գյումրիի ընտրությունները եւ կարծում եմ, որ միգուցե կկարողանան մի քանի ճակատով հանդես գալով վերջում ունենալ իրենց տեխնացուն։ Սակայն չեմ կարծում, որ մեր ժողովուրդը տեսնելով գոնե վերջին 20-23 թվականի իրադարձությունները կգնա ռուսական ուժերի հետբերման քաղաքականությամբ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։